Տիրոջ կողմից ընտրված են, նրանք թանկագին են, որտեղ Քրիստոսի թանկագին արյամբ են փրկված։ Տեր Աստված շատ մեծ գին վճարեց, որպեսզի մենք կյանք ունենանք Տիրոջ մեջ, եւ ել ավելի կյանք ունենանք, որ ել ավելի կյանքը ոչ թե ստեղ առօգ-փառոգ ապրելն է, այլ Քրիստոսի հետ ապրելն է։ Կյանքը ճշմարտությունը ճանաչելով մեր կյանքը իմաստ է ստանում։ Ես ձև ասած համուհոտ է ստանում։ Դրա համար ուրախ եմ, որ ես հնարավորություն ունեմ, ուրախ եմ, որ մեկտեղ հավաքվելը չեք թողնում, որովհետև սա որոշ առումով կարևորագույն բան է, որը որ ցույց է տալիս իրապես մեզ համար ինչն է կարևոր, ինչն է արժեքավոր։ Գիտեք, որ մի քանի ամիսներ միասին Հակոբոսի գիրքն էինք սերտում, ուսումնասիրում ու վերջին անգամ որ եկել էինք, ավարտին հասցրեցինք եւ հույսով եմ լավ դասեր այդ քարոզաշարքներից վերցրել եք։ Առաջ Աստված սկսելու ենք մի նոր գրքի սերտողություն ու սկսելու ենք առաջի Թեսաղոնիկեցիս նամակի սերտողությունը։ Մինչ կանրադառնանք հենց բուն նամակին, մի փոքր կուզենամ խոսենք կոնկրետ Թեսաղոնիկեցիս նամակից, որպեսզի պարզ լինի եւ առհասարակ հասկանանք նպատակը, թե Պողոս առաքյալը ինչի համար էր որոշել գրել Թեսաղոնիկեցիս նամակը։ Տեսեք, եթե հետ վերադառնանք Գործք առաքելոց 16-րդ գլխում 7-ից 9 համարները մինչև հասնելը կտեսնեք, որ մի իրավիճակ էր հասել Պողոս առաքյալի ծառայության շրջանակում, որ կարծես Աստված բոլոր դռները ծառայության փակել էր, որտեղ որ գնում էր հակառակություն կար եւ որևիցե կերպով կարծես խոչընդոտ կար ծառայությունը շարունակելու։ Եվ ահա Պողոս առաքյալը երազ է տեսնում, որ մի մակեդոնացի է եկել եւ ինչ է ասում, հրավիրում է ասում է, որ անցիր Մակեդոնիայով եւ օգնիր մեզ, եւ բնականաբար Պողոս առաքյալը սա ընդունում է Աստծուց որպես բաց դուռ եւ կանչ, որ ինքը պետք է գնա եւ այդ կողմերով սկսի քարոզել։ Եվ Պողոս առաքյալը սկսում է ավետարանը քարոզել, գնալով տարբեր քաղաքներ եւ գիտեք, որ իր հետ նաեւ կար Շիղան իր գործընկերն էր, ում հետ որ տարբեր քաղաքներում ծառայություն էին անում։ Անցնելով փոքր քաղաքներով կենտրոնում են Թեսաղոնիկե քաղաքը կամ մնում են Թեսաղոնիկեում։ Ինչի փոքր քաղաքներում առհասարակ չէր մնում Պողոս առաքյալը, ինչի որտեղ շատ հստակ ռազմավարություն ուներ, որտեղ պատկերացեք, եթե դարձի գա մի մեծ քաղաք, ապա այդ քաղաքը հնարավորություն կունենա ծառայություն առաջ բերելու նաև այն կողքի փոքր քաղաքներում կամ գյուղերում նույնպես։ Դրա համար շատ հստակ է, որ նայեք Պողոս առաքյալի ծառայությունները, ընդհանրապես միսիոներական այդ ճամփորդությունները, որ 3 միսիոներական ճամփորդություններ է ունեցել, շատ հստակ կտեսնենք, որ Պողոս առաքյալը շատ հստակ նպատակային գնում էր եւ ավետարաններ քարոզում։ Թեսաղոնիկե քաղաքը հիմնվել է մեր թվարկությունից առաջ 315 թվականին։ Բավականին մեծ քաղաք էր եւ անունն էլ վերցված է Ալեքսանդր Մակեդոնացու խորտ քրոջից։ Թեսալոնիկե կամ Թեսալոնիկե, Սալոնիկե անունից է վերցրած, հիմա մինչև հիմա այդ դեռևս այդ քաղաքը գոյություն ունի եւ բավականին մեծ քաղաք է։ Նամակը գրվել է մոտավորապես 50-ից 51 թվականներին Պողոս առաքյալը որ գրել է։ Սա երկրորդ նամակն է կանոնական, որ Պողոս առաքյալը գրել է։ Առաջին նամակը գրել է 49-ից 50 թվականներին գավատացիներին ուղղված նամակն է Պողոս առաքյալի։ Երկրորդ նամակը Թեսաղոնիկեցիս առաջին նամակն է, որ ինքը գրում է, եւ ինչու՞ն էր պատճառը կամ ընդհանրապես ո՞րն էր պատճառը, որ Պողոս առաքյալը որոշում է կայացնում գրի նամակը։ Եթե նայենք Գործք առաքելոցի հատվածը, կտեսնենք, որ շատ կարճ ժամանակահատվածում, քանի Պողոս առաքյալը այնտեղ էր ու սկսեց ծառայությունը, սկսեցին մարդիկ դարձի գալ ապաշխարել, արդեն հիմնվել էր եկեղեցին, շատ մեծ հալածանք է սկսվում եւ Պողոս առաքյալը ստիպված է լինում լքելու քաղաքը, որպեսզի խնդիրներ չունենար այն մեկը, որ թույլ էր տալիս
այդ տարածքում հավաքվելու։ Եվ բնականաբար որպես հովիվ, որպես հոգատար հովիվ, ցանկություն ուներ շարունակելու հովվելու են եկեղեցին, որը որ սկիզբ էր առել, եւ դրա համար անդրադառնումը նամակն է գրում եւ երկու նամակներ է գրում Թեսաղոնիկեցիներին։ Առաջին նամակի մեջ շատ տարբեր թեմաներին անդրադառնում, հիմնական թեմաներից կուզենամ մի քանիսը առանձնացնեմ, որի մասին որ դեռևս շատ ենք խոսելու, Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է խոսքը գնում, հաստատուն մնալու մասին է խոսքը գնում, հարության մասին է խոսքը գնում, այսինքն բավականին շատ թեմաների Պողոս առաքյալն անդրադառնում է։ Եվ նպատակը, որպեսզի այն եկեղեցին, որը որ նոր էր սկիզբ առնում, նոր էր ընթացքի մեջ, հաստատվեր Աստծո ճշմարտությունների մեջ։ Շատ լավ։ Հիմա եկեք բացենք առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխը, այսօր կարդալու ենք ընդամենը 4 համար։ 4 համար միասին կսերտենք, հետո Տիրոջ շնորհքով կամաց առաջ կգնանք։ Առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 1-ից 4 համարները։ Պողոսը, Սիղոանոսն ու Տիմոթեոսը Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Հայր Աստծով եւ Տեր Հիսուս Քրիստոսով շնորհք ձեզ եւ խաղաղություն ամեն ժամ ձեր բոլորի համար գոհություն ենք հայտնում Աստծուն ձեզ հիշելով մեր աղոթքներում եւ անդադար հիշում ենք ձեր գործնական հավատքը վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծո եւ մեր հոր առաջ իմանալով Աստծուց սիրված եղբայրներ ձեր ընտրված լինելու մասին։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որտեղ դու ողորմած ու գթած ես Հայր եւ այն գործը, ինչ որ մեր մեջ սկսեցիր Տեր Աստված, խոստացել ես, որ ավարտին էլ հասցնելու ես ով Հայր։ Ուստի մեզ որպես եկեղեցի օգնի, որ այն լավագույն օրինակը, որ ուներ Թեսաղոնիկեի եկեղեցին, մենք էլ կարողանանք մեր վրա վերցնենք եւ քեզ փառավորենք մեր կյանքում, մեր ընթացքում Տեր Աստված։ Օգնի, որ այն ամեն ինչ որ լսելու ենք, գործնականում կիրառենք մեր կյանքում, որտեղ ցանկություն ունենք քեզ փառավորելու մեր ողջ կյանքի ընթացքում։ Ուստի դու փառավորվիր եւ դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Տեսեք, հետաքրքիր է առհասարակ, երբ որ Պողոս առաքյալը գրում է, սկիզբը առնում է ամենասկզբից ներկայացնում է, թե ովքեր են նամակը կամ ում կողմից է ուղարկվում։ Եվ արդեն իսկ Տիմոթեոսին գիտենք, Շիղային գիտենք, նորից Պողոս առաքյալի գործընկերը եւ Պողոսը ինքը, որոնք որ ուղում են նամակը։ Եվ հետագայում նույնպես ընթացքում կտեսնենք, որ Պողոսը Տիմոթեոսին է անդադ ուղարկում, որպեսզի օգնի եկեղեցուն ճիշտ կերպով, ճիշտ ընթացքի մեջ քայլելու։ Այսօր խոսելու ենք Աստծուն ինչպես պետքա ծառայենք։ Որն է այն կերպերը, որով որ մենք պետքա Աստծուն ծառայենք։ Առհասարակ վստահ եմ գիտեք կամ գուցե չգիտեք, կատարյալ եկեղեցի կա, թե չէ։ Կատարյալ եկեղեցի չկա, նույնիսկ այս ձևի արտահայտություն կա, ասում են, եթե հանկարծ եկեղեցի փնտրելով գտնեք մի կատարյալ եկեղեցի, ընդե չգնաք։ Գիտեք ինչի։ Որտեղ երբ որ գնաք այնտեղ, այդ եկեղեցին այլևս կատարյալ չի լինելու։ Հիմա սա մի քիչ կատակ տեսքով, բայց իրականությունը սա է, չկա կատարյալ եկեղեցի, բայց գոյություն ունեն եկեղեցիներ, որոնք շատ ավելի հավատարիմ են Աստծուն, հավատարիմ կերպով են քայլում, շատ ավելի օրինակելի են, քան թե եկեղեցիները, որոնք որ այդքան էլ օրինակելի չեն։ Օրինակի համար դուք միասին Գևորգ եղբոր հետ սերտեցիք Կորինթացիներին ուղղված նամակը։ Ինչ եք կարծում, Կորինթոսի եկեղեցին լավ օրինակելի եկեղեցի էր, թե ոչ։ Չէ, որտեղ բավականին շատ խնդիրներ կա, ու ես դրա մասին չեմ ուզում անդրադառնալ, Գևորգ եղբայրը բավականին շատ դրա մասին խոսել է։ Օրինակ Թեսաղոնիկեցիների եկեղեցին բավականին օրինակելի եկեղեցի է, կատարյալ չի, բայց օրինակելի եկեղեցի է։ Եվ մենք շատ հարցերում իրանցից այդ օրինակը պետք է վերցենք, որտեղ Պողոս առաքյալը ինքն է ասում, որ անում են այնպես, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսն էր այն առաջադրել կամ ասել ինչպես պետք է վարվեն։ Հետևաբար Թեսաղոնիկեցիների եկեղեցին մեզ համար օրինակելի եկեղեցի է եւ իրենից դասեր ունենք սովորելու։ Նամակը ինչպես որ տեսնում եք սկսում է հետևյալ խոսքերով. Պողոս, Սիղոանոս ու Տիմոթեոսը
Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Հայր Աստծով եւ Տեր Հիսուս Քրիստոսով։ Ինչի համար է շեշտում Հոր Աստծուն եւ Տեր Հիսուս Քրիստոսին։ Առհասարակ, երբ որ մենք հիշում ենք կամ նայում ենք էկլեսիա բառը, եկեղեցի բառը, եկեղեցի նշանակում է ժողով։ Եվ պետք է հասկանանք, որ մինչև քրիստոնեության տարածմանը այդ ժողով բառը օգտագործվել է շատ տարբեր բնագավառներում, այսինքն ինքը զուտ կրոնական տերմինաբանության մեջ չի օգտագործվել։ Մարդիկ հավաքվել են ժողով ունեին տարբեր հարցերի նկատմամբ, խնդիր չկա, այսինքն իրանք հանգիստ կարող էին օգտագործել։ Մարդիկ օգտագործում էին այդ ժողով տերմինը, եւ որպեսզի Պողոս առաքյալը շատ հստակ մատնանշի, որ ցույց տա, որ այս տերմինը ոչ թե ուղղակի օգտագործվում է ժողովին, այլ օգտագործվում է որպես եկեղեցի քրիստոնեական, ավելացնում է, որ եկեղեցին ումն է, եկեղեցին Հայր Աստծունն է եւ Տեր Հիսուս Քրիստոսին, այսինքն այն եկեղեցին է, ով որ Աստծուն ընդունել է որպես Հայր եւ Հիսուս Քրիստոսին ընդունել է որպես ընդ գրած է փրկիչ չի ասում Տեր։ Տեր, երկրորդ բանը, ինչի համար է Պողոս առաքյալը շեշտում սա, ինքը հենց ամենասկզբից առաջ է բերում այս հասկացողությունը, որ Հայր Աստված եւ Տեր Հիսուս Քրիստոս հավասար են, մեկ են, Սուրբ Երրորդության մասին է խոսում, ինչի չի խոսում Սուրբ Հոգու մասին, որովհետեւ եթե ուշադրություն դարձեք Գործք առաքելոցը, հենց գնում էր Պողոս առաքյալը քարոզելու, ում կողմից էր հակառակությունը առաջ գալիս։ Հա՞։ Հակառակությունը ում կողմից էր գալիս, երբ որ քարոզում էր Պողոս առաքյալը, հրեաների կողմից էր գալիս, հենց որ միտեղ ծառայությունը սկսում էր զարգանալ, հրեաների կողմից հակառակություն էր գալի, հրեաների համար Քրիստոս ընդունելի էր, թե ընդունելի չէր, ընդունելի չէր, դրա համար հենց ամենասկզբից նորից Պողոս առաքյալը շատ հստակ ուզում է շեշտադրում դնի, հրեաների համար Աստված այո Հայր էր եւ միայն այդ Աստծուն էին հավատում, բայց Հիսուս Քրիստոսին չէին ընդունում։ Պողոս առաքյալը հետեւյալ արտահայտությունն անելով հավասարացություն է դնում, շատ հստակ ասելով, որ այս եկեղեցին այո Հոր Աստծունն է եւ Տեր Հիսուս Քրիստոսինն է։ Եվ մենք էլ որպես եկեղեցի շատ հստակ մեզ համար այս հասկացողությունը պետք է հստակ լինի։ Այն քրիստոնյաները, ճակերտավոր, որոնք որ չեն ընդունում երրորդությունը, որոնք որ կասկածի տակ են դնում Քրիստոսի Աստված լինելը կամ ասում են Քրիստոս ավելի ցածր է կամ Հայր Աստվածը, իրանք քրիստոնյաներ չեն։ Սա մեկ վարդապետություն չի, հորինված չի, շատ հստակ է եւ այն մեկը ով որ ուսումնասիրում է Աստծո խոսքը մանրակրկիտ ձևով, շատ հստակ է ամեն ինչը կարող է տեսնել, որ Պողոս առաքյալը շատ համարներում շատ հստակ դնում է Հոր Աստծուն, Սուրբ Հոգուն եւ Հիսուս Քրիստոսին մեկ հավասարության, ինչու, որտեղ մենք հավատում ենք մեկ Աստծո երեք անձերով, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Շատ լավ։ Դրանից հետո երկու կարևոր խոսք է ասում, որը որ հիմք է հանդիսանալու մեր ծառայության համար։ Ասում է շնորհք ձեզ եւ խաղաղություն։ Առասարակ քրիստոնյաները սիրում են sense կենացներ ասել կամ ընդհանրապես հայերը հոգեվոր sense ինչ-որ բառեր են ասում, բայց Պողոս առաքյալի արտահայտած խոսքերը հենց այնպես չէին։ Ամեն մի բառ ուներ հստակ իր նպատակը եւ սա ոչ միայն Պողոս առաքյալն է օգտագործել, այլ նաեւ շատ առաքյալներ նամակներ գրելուց օգտագործում են այս տերմինաբանությունը, որ ձեր մեջ շնորհքը եւ խաղաղությունը ավելանա։ Ինչի համար։ Շնորհք ասելով ինչ ենք հասկանում։ Ձրի պարգև մի բան, որին որ մենք արժանի չէինք, Տերը իր ողորմությամբ շնորհեց, տվեց։ Ինչով ենք, ինչ ենք ստացել շնորհքով։ Փրկություն ենք ստացել, Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ համարը շատ հստակ դրա մասին խոսում է։ Շնորհքով նաև մենք հնարավորություն ենք ստանում Աստծո խոսքը իմանալու։ Շնորհքով են մեր մեղքերը ներված, այսինքն առանց շնորհի մենք որևիցե բան, որևիցե հոգևոր բան մեր կյանքում չենք կարող անել, որտեղ Պողոս առաքյալն ասում է շնորհքով եմ, ով որ եմ, ինչ որ եմ, Տիրոջ շնորհքով եմ, իմ միջոցով չի, ինձանով չի, այսինքն որպես եկեղեցի, եթե Տիրոջ շնորհքը մեր մեջ շատանում է, մենք ի վիճակի ենք լինում ինչ անելու, ճիշտ կերպով ծառայելու։ Դա համար մեր նպատակն է
Տիրոջ շնորհքը ճանաչելու, Տիրոջ շնորհքի մեջ հառաչանալու, իմանալու, որտեղ Տիրոջ շնորհքով ենք մենք ամեն մի վայրկյանը մեր անցկացնում։ Երկրորդը խաղաղություն, ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Հոգու խաղաղություն։ Մեր մեջի խաղաղության մասին է, ինչի, որտեղ եթե ասենք խաղաղություն Աստծո հետ, արդեն իսկ որ եթե եկեղեցի են, ուրեմն խաղաղություն ինչ ունեն, Աստծո հետ այդ խաղաղությունն ունեն։ Կարիք ունի մեր մեջ այդ խաղաղությունը ավելանալու, որտեղ եթե մեր մեջ խաղաղությունը ավելանա, մեր մտքերը, մեր գործերը ավելի կգործեն Տիրոջը փառքի համար։ Դրա համար Պողոս առաքյալը անընդհատ սրա մասին ասում է, որ ձեր մեջ, ձեր սրտի մեջ խաղաղությունը ավելանա, ձեր ընթացքը, ձեր մտքերը, ձեր ճանապարհները ճիշտ լինեն։ Եվ այո, սրա համար պետք է ձգտենք, սրան պետք է աղոթենք, սա են հիմքը, որի վրա մենք կարողանալու ենք ծառայենք։ Այսինքն, եթե չկա շնորհքը, եթե չկա խաղաղությունը մեր մեջ, որևիցե մեկը չի կարող Տիրոջը ծառայել։ Եթե ունենք խաղաղություն եւ շնորհ, ուրեմն պետք է ծառայենք։ Ինչպես պետք է ծառայենք։ Խոսելու ենք այդ 3 բաղադրիչների մասին։ Առաջինը, պետք է ծառայենք իրական հավատք ունենալով։ Եկեք եւս մեկ անգամ 3-րդ համարը կարդանք միասին։ Ամեն ժամանակ 2-րդ համարից ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն, ձեզ հիշելով մեր աղոթներում։ Ուշադրություն դարձնում եք, ինչու են գոհություն հայտնում Աստծուն։ Որովհետև ով էր տվել այդ շնորհն ու խաղաղությունը։ Աստված էր տվել։ Դրա համար շնորհակալություն է հայտնում Աստծուն։ Մենք չէ որ մեզ համար մենք ասենք այս ինչ լավն ենք, էսեք, չէ, ով որ ենք, Աստծով ենք։ Դրա համար Պողոս առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որը որ տվել է այդ շնորհն ու խաղաղությունը, եւ մենք էլ, եթե ուզում ենք մեր կյանքում փոփոխություն լինի, պետք է խնդրենք Տիրոջից, խնդրենք, որպեսզի մեր մեջ շնորհն ու խաղաղությունն ավելացնի։ Եվ անդադար հիշում ենք, ինչն ենք հիշում, ուշադրություն դարձրեք։ Երբ որ կա Աստծո շնորհ ու խաղաղություն, ասում է անդադար հիշում ենք ձեր գործնական ինչը հավատքը։ Հակոբոս նամակը միասին սերտելուց։ Ինչ արտահայտություն կար, որ անընդհատ Հակոբոսը կրկնում էր կամ հիմնական միտքը Հակոբոսի ինչն էր։ Հավատքը առանց գործերի ինչ է։ Մեռած է։ Այստեղ նորից Պողոս առաքյալը սրա մասին է խոսում, ասում է փառք ենք տալիս Աստծուն ձեր գործնական հավատքի համար, այսինքն իրական հավատքի համար, ինչպես պետք է ծառայենք։ Իրական հավատք ունենալով, գործնական հավատք ունենալով, ումն է պետք, որ դու առավոտից իրիկուն խոսեք, որ դուք հավատացյալ եք, եք, բայց գործնականում չկաք։ Ոչ ձեր պահվածքով, ոչ ձեր մտածածով, ոչ ձեր խոսքերով, ոչ ձեր առօրյայով, այդ ամեն ինչը չկա։ Նման հավատացյալները ուղղակի ինչ են անում։ Զրո են, այսինքն փուչիկա, այդ ամեն ինչ ուղղակի դատարկ խոսքեր են։ Պողոս առաքյալը այս ամենասկզբից ասում է, այնով որ Աստծո շնորհն ու խաղաղությունն ունի, հավատքի մեջ ինչ է։ Գործնականը, գործունը, չի ուղղակի դատարկ չի։ Այսինքն այդ նույնիսկ էրգոն տերմինը հենց շատ սրա մասին է խոսում։ Աշխատանք, որ հավատքը տվել է աշխատանք, տվել է արդյունք, տվել է տեսանելի շոշափելի արդյունք։ Չի կարող մեկը հավատացյալ լինի եւ ոչ մի բան չես տեսնում, մարդու մոտ ոչ մի կյանք չի փոխում, ոչ մի տարբերություն չկա։ Ինչ առաջ, ինչ հիմա, ինչ ապագայում, նույնն է, նույն գաճաճ վիճակում է գտնվում։ Այդ դեպքում կասկածը առաջանում։ Արդյոք այս մարդը փրկություն ունի թե ոչ։ Արդյոք Տիրոջ շնորհն ու խաղաղությունը իր մեջ ունի թե ոչ։ Դրա համար եթե մենք ասում ենք որպես եկեղեցի պետքա ծառայենք, ինչպես պետքա ծառայենք։ Գործնական հավատք ունենալով պետքա ծառայենք։ Երբ որ ասում ես ես ծառայում եմ Աստծուն, ո՞նց է դա արտահայտվելու։ Աստծուն մենք տեսնում ենք, չենք տեսնում։ Տեր Հիսուս Քրիստոս հիմա ֆիզիկապես մեր կողքն է, որ գնանք հաց տանք, այցելենք, կամ ուրիշ ինչ-որ բան անենք։ Չէ, մեր կողքը չի։ Այդ դեպքում ինչպես պետք է ծառայենք։ Ծառայելով մարդկանց, ծառայելով մեկս մյուսին, ծառայելով, ցույց տալով, թե մեր կյանքը ում է պատկանում, որտեղ հակառակ դեպքում մեր հավատքը, այս ձև ասած, մեռած է։ Նույն Թեսաղոնիկեցիները շարունակության մեջ դեռևս կնայենք, իրենց գործնական հավատքը ինչպես արտահայտեցին։ Հետ կանգնեցին այն կուրքերից, որտեղ իրանք հեթանոս էին։
հերական սովորություն չունեին, Թեսաղոնիկեն հեթանոս էին, հետ կանգնեցին կուրքերից, դրանից հետո կտեսնեք հալածանքեն կառաջ են կանգնում, բարեկամների կողմից, հարազատների կողմից, բայց դա պատճառ չի հանդիսանում, որ նրանք հետ կանգնեն, հակառակը էլ ավելի են կենտրոնանում ծառայության շրջանակում, ամեն առումով առաջնային են, ավետարանության մեջ, էլի շարունակության մեջ կտեսնեք, ասում է, ավետարանը տարածել եք ամբողջ տարածքով, որ մենք նույնիսկ կարիքը չունենք ինչ-որ մի բան ասելու, որտեղ դուք արդեն իսկ ամեն տեղ այդ վկայությունը, այդ լավ վկայությունն եք թողնում, օրինակ եք ծառայում ձեր շրջապատող մարդկանց համար, հասկանում եք, սա է գործնական հավատքը, երբ որ ձեր մասին լսել է, բայց ոչ թե վատ բաներով, այլ լավ բաներով, վատ բաներով հայտնի չեք, որտեղ վատ բաներով հայտնի, լիքը հավատացյալներ կա, հասկանում եք, չենք կարա թաքցնենք, չենք կարա պահենք ամեն բան, ինչ որ կարծես մեր համար գաղտնիք է, այդ ամեն ինչը ժամանակի ընթացքում ինչ է լինելու, ի հայտ է գալու։ Աստծո առաջ ոչ մի թաքուն բան չկա, ամեն բան ի հայտ է գալու։ Դրա համար զգուշ պետք է լինենք մեր քայլերի, մեր խոսքերի համար։ Ինչու որտեղ անհավատները, երբ որ դու մեկի մոտ ներկայացնես որպես հավատացյալ, խոշորացույցը վերցնելու է ու հետևից նայելու է։ Հիմա դու կարող ասես, դե մարդ եմ, դե տկար եմ, դե թույլ եմ, ես եմ, սա ուղղակի զուտ արդարացումներ են, սիրելիներ։ Նայում են, թող նայեն։ Նայեն տեսեն, որ դուք լավագույն օրինակն ունեք, որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, մեկն եք, ով որ հետևում է Քրիստոսին, դատարկ խոսքեր չի ասում, դատարկ ինչ-որ արտահայտություններ չի անում, թող նույնիսկ չհավատան ձեր Աստծուն, բայց թող տեսնեն, որ դուք ունեք բարոյական արժեքներ, թող տեսնեն, որ ձեզ համար սկզբունքային բաներ կա, որից որ հետ չեք կանգնում, թող տեսնեն, որ ձեզ համար Աստծո խոսքը հիմք է, եւ այդ խոսքով եք առաջնորդվում, եւ այդ խոսքն եք քարոզում։ Հակառակ դեպքում ուրեմն ոչ շնորհք ունենք Տիրոջ, ոչ էլ խաղաղություն ունենք։ Ինչպես ծառայենք գործնական հավատքով, գործնական հավատ ցույց տալով, որ մեր հավատքը մեռած չի, հակառակ դեպքում ուղղակի բարապ ժամանակ վատնողներն ենք։ Հակառակ դեպքում Տիրոջը անունը փնովողներն ենք, ինչի որտեղ անունով Քրիստոսինն ենք, բայց մեր վարքը, մեր արտահայտությունները, մեր խոսքերը ինչ են դառնում, բամբասանք փնովանքի առիթ, ուղղված ոչ թե այդքան մեզ, այլ ուղղված Քրիստոսին, որտեղ ասում ենք, մենք ենք, չի ասում, դե մեր մեջ արդեն Քրիստոսն է ապրում, ես մեռած եմ, ես չկամ, մենք որպես եկեղեցի արդեն Տիրոջով ենք փրկված, հասկանում եք, ժողովուրդ, մենք մեր վրա Տիրոջ անունն ենք կրում, մենք ինքներս մեզ անվանում ենք քրիստոնյա, հետևաբար մեր կյանքը, մեր ծառայությունը պետք է լինի գործնական, մեռած չպիտի լինի։ Երկրորդը պետք է ծառայենք իրական սեր ունենալով։ Շարունակության մեջ նույն երրորդ համարի մեջ տեսնում ենք, որ ասում է գործնական հավատը եւ վաստակաշատ ինչը սերը։ Հետաքրքիր տերմին է օգտագործում վաստակաշատ։ Ընդհանրապես ինքը մի քանի բան է իր մեջ պարունակում։ Այդ վաստակը ստանալը կամ այդ աշխատանքը ունենալը, այդ գործը ունենալը բավականին ծանր ցավերով եւ խնդիրներով է եկել։ Այսինքն զուտ ոչ թե ուղակի գործ է, ուրիշ տերմին է օգտագործում, կոպոս տերմինն է օգտագործում հունարենում, որը որ ցույց է տալի, որ այդ վաստակը, այդ գործը, այդ ծառայությունը բավականին ծանր հետևանքներ է ունեցել, այսինքն դժվարությամբ է եկել, քրտնաջան աշխատանքով է, ծանր աշխատանքով է եկել։ Հիմա ինչ է նշանակում այդ ձևի սեր ունենալ։ Դա նշանակում է, որ դու պատրաստ ես ճշմարտապես սիրելու։ Ընդհանրապես սեր հասկացողությունը նորից շատ լխոզված է մեր ժամանակակից աշխարհում։ Երբ որ մարդն ասում է սիրում եմ, ոչ թե սիրում է, այլ իր էգոն է ցույց տալիս։ Ոչ թե սիրում է դիմացին, այլ սիրում է ինքը իրան։ Ես այս օրինակը շատ եմ բերել, երբ որ օրինակի համար մի տղա ասում է ես քեզ սիրում եմ, մի հատ ուրիշ աղջկա, ինչ է ասում։ Ասում է գիտես ինչ կա, ինձ դուր է գալի քո, չգիտեմ, արտաքին տեսքը, ես ուզում եմ, որ իմ կողքը գեղեցիկ մեկը լինի։ Ինձ դուր է գալի օրինակի համար քո բնավորությունը։ Ես ուզում եմ, որ իմ կողքը այդ ձևի լավ բնավորության տեր մեկը լինի։ Ես ուզում եմ, որ համով պատրաստի ինչի, որտեղ սա ում մասին է։
Իմ մասին է, ստե դիմացինի մասին չի։ Եվ Աստծո խոսքը դա սեր չի անվանում։ Սերը ոչ թե իմ մասին է, այլ դիմացինի մասին է։ Երբ որ ես սիրում եմ, անկախ նրանից, թե դիմացինը արժանի է դրան, արժանի չի դրան, այսինքն դրա համար ես պատրաստ եմ ինչ անելու, նեղություն կրելու, զոհաբերելու, ամեն ինչ պատրաստ եմ անելու գործնականում այդ սերս ցույց տալու համար։ Կորինթացիս նամակի մեջ 13-րդ գլխում 4-ից 8 համարներում վստահ եմ 13-րդ գլուխը ամբողջը նայել եք, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշենք, ինչպես է արտահայտվում Աստծո կողմից ընդունելի սերը եւ ծառայությունն էլ մեր այս չակերտների մեջ կամ այս սահմանների մեջ պետք է լինի։ Կարդանք. Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում, անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում։ Հասկանում եք, էսի այն սերը չի ինչ-որ որ մեզ սովորեցնում են հեռուստատեսությամբ, այսօրվա ժամանակակից աշխարհում կամ հասկացողությամբ։ Իրանը չի փնտրում։ Բարգությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում։ Հասկանում եք ինչ է նշանակում չար բան չի մտածում։ Եթե սիրում ես, դիմացինի վրա կասկածներ կամ ուրիշ ինչ-որ բաներ չես դնում։ Միշտ դեպի բարին ես սիրում։ Սա չի նշանակում, որ մենք ուղղակի ամեն ինչը սենց հալած յուղի պես ընդունում ենք։ Չէ, բայց այնուամենայնիվ մինչև որ ես կոնկրետ հարցը չեմ պարզել, ես արդեն վատ է այդ մեկի մասին չեմ մտածում։ Ինչի որտեվ եթե սիրում եմ, բարի կերպով եմ վերաբերվում։ Եթե նույնիսկ ինչ-որ վատ բան եմ լսել, կամ վատ բան եմ նույնիսկ իրանից տեսել, գնում եմ փորձում եմ ճշտել, գուցե ես եմ սխալ հասկացել, հասկանում եք, սկզբնական իմ մոտիվացիան մոտենալ իրեն այն տրամաբանությամբ, որ ինքը բարի է, այսինքն ճիշտ կերպով է վարվել, վերաբերմունքի տարբերություն կա։ Չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք ինչի չի անհետանում, որտեղ էդի զգացմունք չի, էդի պահի ազդեցություն չի, էդի մարդու մասին չի, դա իմ որոշելիքն է, այն սերն է, ով որ Աստված տվել է իմ սրտի մեջ դրել է, դրա համար այդ սերս կախված չի դիմացինից, հասկանում եք։ Եթե այդ սերը կախված լիներ դիմացինից, Հիսուս Քրիստոս գուցե չխաչվեր ժողովուրդ, պատկերացնում եք, որտեղ ինքը խաչվում էր նրանց համար, ովքեր որ հալածում էին, ովքեր որ թշնամի էին, ովքեր որ այդ պահի դրությամբ թքում էին իր երեսին։ Հասկանում եք, սա է սիրո արտահայտության ձևը։ Եվ Պողոս առաքյալն ասում է թեսաղոնիկեցիները այս ձևի վաստակաշատ սեր ունեին, չարչարանքով, ճզմված լինելով, նման ձևով էին սիրով վարվել իրեն շրջապատող մարդկանց։ Մի կարծեք, որ իրենք նեղություններով չեն անցել։ Շարունակությունը, որ կկարդանք, կտեսնեք, որ շատ լուրջ նեղություն են կրել։ Գիտեք ում կողմից, հարազատների կողմից, իրանց բարեկամների կողմից, որտեվ հեշտ չէր հեթանոսությունից, կռապաշտությունից անդրադառնալ եւ պաշտել ճշմարիտ Աստծուն։ Հեշտ չի ջրի հունին հակառակ գնալ։ Հիմա մենք ճիշտ է նորից ասում ենք, որ Հայաստանը հոգևոր պետություն չի, քրիստոնյա չեն, բայց այնուամենայնիվ կան որոշակի սովորություններ, գոնե բառապաշարի շրջանակում բոլորս էլ անվանվում են, բոլորն էլ իրաց անվանում են քրիստոնյաներ։ Ճիշտ է, լինում է ծայրահեղ արտահայտության ձևեր, որ կասեն, դե դուք աղանդավոր եք, ես եք, բայց այնուամենայնիվ ծայրահեղության չի հասնում։ Բայց թեսաղոնիկեցիների համար կռապաշտության մեջ իրենք որոշում կայացրեցին, Տիրոջ շնորհքով ինչ անել, Տիրոջը հետևել։ Տերը իրանց փրկեց, իրանք այդ մթության մեջ քայլում էին, ոչ մի լույս, ոչ մի հույս չունեին, ոչ էլ Աստծուն էին փնտրում, որտեղ հեթանոս էին։ Բայց Տերը ընտրեց ողորմություն ցուցաբերեց, շնորհ տվեց ու խաղաղություն տվեց, ու հիմա իրանք պետք է ծառայեն։ Սա արդեն իրանց պատասխանատվության շրջանակն է։ Աստված ինչ որ արել էր, արդեն արել էր։ Տերը երբ որ փրկում է մեզ, մենք դրանից հետո ունենք մեր պատասխանատվության բաժինը հավատարիմ լինել կամ ապրել այնց, ոնց որ մենք ենք ուզում։ Չի լինում, բայց ուրեմն խնդիր է լինում ստեղ։ Հոգևոր եթե հասունություն ունեմ, եթե Տիրոջն եմ, եթե խաղաղություն ու շնորհ ունեմ, ուրեմն պետք է սիրեմ այնպես, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս ինքը այդ օրինակը տվեց։
Հովանու ավետարան 14 գլուխ 15 համարում Հովանեսը նույնիսկ հետևյալ արտահայտությունն է գրի առել, որ ասում է, եթե ինձ սիրում եք, Հիսուսն էր ասում, ուրեմն ինչ արեք, պահեք իմ պատվիրանները, ուշադրություն դարձնում եք նորից սեր բարի հետ, չի գալիս զգացմունքը, չի ասում Քրիստոս առավոտից իրիկուն ասեք մեռնեմ Աստծո զորությանը, չի ասում մոմեր վառեք, չի ասում մեծ բաներ խոսեք, ինչ արեք, պատվիրանները պահեք, չի ասում ազատ եք, հիմա էլի այդ նույն արտահայտությունը կասա շնորհքի մեջ ենք, ուրեմն ոնց ուզենք կապրենք, չէ՞ ժողովուրդ, դրա հետ ինչ կապ ունի։ Այսինքն շնորհքի մեջ են գնանք մեղ գործենք, այսինքն եթե Քրիստոս մեր համար մահացել է, գնանք ուրեմն շնություն գործենք, գնանք վարվենք այնպես ինչպես որ մենք ենք ճիշտ համարում, ամեն ինչի վրա թքած ունենանք մեղքին ուշադրություն չդարձնենք, սրա մասին է խոսքը գնում, սենց ենք սիրում Աստծուն, եթե սիրում ենք Տիրոջը, ուրեմն պետք է պատվիրանները պահենք, եթե սիրում ենք, ուրեմն մեր կյանքում դժվարություն, տանջանք պետք է կրենք, բայց Տիրոջը սիրելով սիրենք մեր կողքիններին։ Հեշտ է ասել սիրում եմ Աստծուն, երբ որ Աստծուն չես տեսնում, բայց եթե կողքինդ չես սիրում, ասում է ինչ հեքիաթներս պատմում, կողքինդ կող կտա, իրան չես սիրում, իսկ մեկն որ չես տեսնում, ոնց կարա սիրես, չես կարա, ուրեմն սուտ ես ասում, իսկ եթե Քրիստոսին սիրում ենք, ուրեմն նաև կսիրենք ում, մեր կողքինին, ինչքան էլ կողքինը արժանի է, թե արժանի չի, որտեղ սերը սրա մասին չի դիմացին արժանի է, թե դիմացին արժանի չի։ Սերը Տեր Աստված իր շնորհով նորից իմ մեջ դրեց, ինչպես որ Հռոմեացիս նամակի մեջ Պողոս առաքյալն ասում, որ Տիրոջ սերը Սուրբ Հոգու միջով ձեր սրտերում դրված է, որտեղ եթե ասեք ես չեմ կարա տենց սիրեմ, ես այդ կարողությունը չունեմ, նորից սուտ ենք խոսում, որտեղ Տերը երբ որ մեզ փրկեց, Սուրբ Հոգով նաև այդ սերը դրեց մեր սրտերում։ Ուղղակի նորից մեր եսին ենք առաջ տալիս, նորից մեր հինն ենք առաջ բերում, մեր վրա չենք աշխատում, խոսքը չենք կարդում, խոսքի մեջ չենք աճում, դրա համար էլ երեխա ենք, դրա համար էլ մի զարմացեք, երբ որ չեք կարողանում սիրեք, չեք կարողանում պատվիրանները պահել, ինչի, որովհետև հոգևոր կյանքում մանուկ եք, երեխա եք, դեռևս կաթին եք սպասում, կոշտ կերակուրի պատրաստ չեք, ինքներդ քայլեր չեք անում, չեք աղոթում, չեք կարդում, չեք ուսումնասիրում։ Դրա համար էլ այս վիճակն է, սիրելիներ։ Դրա համար էլ չգիտենք ամեն մեկս ուր ենք, ոնց ենք, ինչ ենք, հազիվ սովորել ենք Կիրակի օրը, գոնե մի ժամով, 2 ժամով կգանք, չնայած էլ ենք դժվարությամբ անում, մինչև չզանգեն, չխոսեն, չհիշեցնեն, լավ դե կգանք, էլի կգանք։ Հասկանում եք, այս վիճակից պետքա դուրս գանք։ Հակառակ դեպքում ուղղակի տունտունիկ ենք խաղում։ Պետքա աճենք, ժողովուրդ։ Այս եկեղեցին մի կարծեք երկար տարիների պատմություն ուներ։ Այստեղ գրված է, որ ընդամենը Պողոս առաքյալը առիթ էր ունեցել 3 կամ 4 Կիրակի օր էր քարոզելու։ Հիմա ես չեմ ուզում ասեմ, որ ընդամենը մի ամսվա եկեղեցի էր, բայց այնուամենայնիվ երկար ժամանակահատված էլ չէր անցել։ Որոշ աստվածաբաններ ասում են, որ ընդամենը 1 ամսից նույնիսկ քիչ ժամանակահատված էր, այս եկեղեցին, որ հիմնվել էր գոյություն ուներ։ Բայց այնուամենայնիվ ասում են կարող է իրավի վիճակ լինի, որ այդ ժամանակահատվածում ուղղակի ընդամենը 3 կամ 4 անգամ է սինագոգում քարոզել, բայց մի փոքր ավելի է, բայց տարիների մասին չի խոսքը գնում, հասկանում եք։ Թեսաղոնիկեի հավատացյալները շատ կարճ ժամանակում ուղղակի ինչ արեցին, լիարժեք տրվեցին, լիարժեք հավատացին, լիարժեք հասկացան ավետարանը։ Ավետարանը բարի լուրը ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսով փրկություն ստանալ։ Լուրջ ընդունեցին դա։ Լուրջ քայլերի գնացին։ Որոշում կայացեցին իրենց կյանքում փոփոխություն բերելու։ Նոր դրանից հետո ինչ արեցին։ Տիրոջ փառքի համար պտուղ բերեցին։ Դրա համար թե հավատքն էր գործնական, թե սերն էր ինչ, վաստակաշատ նեղությունների մեջ կարողացան սիրով գործեն, ու սեր ցույց տվեցին իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ, ու սեր ցույց տվեցին ում նկատմամբ այդ դեպքում Աստծո, որն էր որ իրական էր, դրա համար Պողոս առաքյալն ասում է փառք եմ տալիս Աստծուն։ Ժամանակի հարց չի սիրելներ։ Այո, ժամանակ պետք է որ աճենք, բայց իրականում արդեն եկել է ժողովուրդ։ Քանի տարի է արդեն ճշմարտությունը ճանաչում ենք։ Քանի տարի է արդեն Քրիստոսին պաշտում ենք։
Քանի տարի արդեն քանի կիրակի է, որ մենք միասին պաշտամունք ենք անում։ Բայց այդ տարիները ձեր կյանքում, ձեր գործերում, ձեր խոսքերում, ձեր վարքում երևում է թե չէ։ Չեմ ուզում պատասխանեք, դուք ինքներդ այդ հարցը պատասխանեք ինքներդ ձեզ համար։ Երբ որ ձեզ հիմա տեսնում են, արդեն 2 տարի է, չէ, 2 տարուց ավել։ Այսա 3 ենք շուտով դառնում։ 3 տարի մենք պաշտամունք ենք անում։ 3 տարի ամեն կիրակի քարոզվում է։ 3 տարի մեկտեղ ենք հավաքվում։ Ինչ արդյունքի ենք հասել։ Որպես քրիստոնյա, որպես անհատ։ Ինչքանով եք սիրով կարողանում վարվել ձեր շրջապատում։ Թե դեռևս ասում եք, էսի է նենց, էսի է էսպես, էսի է նենց, էս մեկը ոտս տրորեց, էս սրան, в общем, չասեմ։ Դեռևս սրա մեջ ենք, թե կարողացել ենք Քրիստոսի նման սիրել։ Դեռևս ուղղակի ասում ենք, հավատում ենք քրիստոնյա ենք, ու այդ հավատքը սահմանափակվում է ամեն կիրակի կամ գալով կամ չգալով, թե գործնականում մեր հավատքը երևում է։ Գործնականում հավատում ենք այնպես, ինչպես որ խոսն ասա։ Ուրիշ բան ասեմ, մի քիչ ավելի փոքրացնեմ։ 3 տարվա ընթացքում ձեզանից քանիսն է, որ նոր գտականը գոնե մինչև վերջ կարդացել է։ Ձեզանից քանիսն է, որ այս 3 տարվա ընթացքում գոնե ամբողջ Աստվածաշունչն է կարդացել։ Ցավում եմ, բայց կարան լինեն հավատացյալներ, որոնք որ կարան 3 տարի հավատան, բայց դեռևս Աստծո խոսքը մինչև վերջ կարդացած չլինի։ Ասեն, դե ոչինչ, դե հիմա Գևորգ եղբայրը կարդացել է, ինքը ինձ կպատմի, ես կլսեմ։ Հետո այդ նույնն է, ոնց որ գա ինչ-որ տարիք հասնի, ասեք, մամա, այս ճաշը ծամի, բան արա, հետո կտաս, ես ուր կտամ, էլի, այդպես չի լինի, չէ։ Պահը գալի, որ արդեն հասունացել ենք, այդ կարիքը չունենք, որ մաման գթալով մեզ կերակրի։ Մենք ինքներս պետք է սովորենք։ Եվ վերջացնում եմ, սիրելիներ, երբ որ ծառայում ենք, երրորդը պետք է ունենանք իրական հույս։ Երրորդ համարը նորից կարդանք։ Եվ անդադար հիշում ենք ձեր գործնական հավատքը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծո եւ մեր Հոր առաջ։ Սա շատ կարևոր է, սիրելիներ։ Ինչ է նշանակում իրական հույս կամ ընդհանրապես, երբ որ ասում ենք մեր հույսը դրել ենք Աստծո վրա, ինչի նկատի ունենք։ Գիտեք, այդ հույսը կամ երբ որ այստեղ օգտագործում է հաստատուն հույսը, այդ հաստատուն բառը ցույց է տալիս մեր ամուր լինելը, կանգուն լինելը։ Այսինքն պատկացեք նեղություններ կան, խնդիրներ կան, դժվարություն կա, այդ երբ որ ասում է հաստատուն հույսը, դա նշանակում է, որ դուք ամուր հիմք ունեք եւ ինչ էլ որ լինում է, ինչ եք անում, հաստատուն եք, երերուն չեք, այսօր ստեղ եք, վաղներ եք ստե լինելու, հասկանում եք ինչի մասն է խոսքը գրում։ Ինչի վրա հույս ունենք։ Տեր Հիսուս Քրիստոսի, որ մեզ ինչ արեց, փրկեց եւ ասեց ինչ անելու, երկրորդ անգամ գալու է։ Սա է ժողովուրդ են հույսը, որի վրա մենք պետք է ամուր կանգնենք ու վիճակի լինենք, ինչ անելու, ճիշտ կերպով ծառայելու։ Որտեւ եթե ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոս պիտի գա, ես այլևս ժամանակս հենց այնպես չեմ վատնելու։ Ես աչ ու ձախ չեմ նայելու, ես կյանքս չեմ կապելու երկրի վրա, որտեվ այս երկիրը հասկանալու եմ, որ անցողիկ անցնելու է, գնալու է, ինչպես որ Թադեոս եղբայրս ասեց, ժամանակ կգա, որ ամեն ինչը կրակով այրվելու է, ոչ մի բան չի մնալու։ Ոչ մի բան չի մնալու։ Հիմա մինչև նույնիսկ դրան գալը, ձեր շրջապատում նայեք, կարծում եք ձեր գեղեցկությունը մնալու է, չէ, չի մնալու։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ անցնում է։ Կարծում եք ձեր առողջությունն է հաստատուն մնայում։ Էդ էլ ամեն ինչը անցնելու։ Լավ, կարծում եք ձեր հեռախոսներն է այտենց մնայում։ Ամեն ինչն էլ անցնում է, ժողովուրդ, ոչ մի բան չի մնում։ Շորից բռնած ձեր մարմինը մաշվելու է, պրծնելու է, անցնելու է, գնալու է։ Ուրիշները կարծում են երեխեքս են, իմ հույսս էս կոմենքով, թորներս են։ Այդ ամեն ինչը չեք պատկերացնում, ինչքան արագ անցնում է, ու ինչքան շուտ կարող դուք հիասթափվեք այս ամեն ինչից։ Ամեն ինչից։ Ամեն բանից միակ մնալու հույսը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է,
որ Քրիստոսով եմ փրկված ու այն հույսով եմ ապրում, որ Տեր Հիսուս Քրիստոս ցանկացած պակարը հետ գա։ Ցանկացած պակարը ինձ կանչի։ Ցանկացած վարկյան իր առաջ եմ կանգնելու։ Եվ որ այս տրամաբանությամբ եմ ծառայում եմ լավագույնս անելով, ծառայում եմ ամեն բանի նեղություններին դիմանալով, իմանում եմ ինչի, որտեղ գիտեմ, որ Մարանաթա, Տեր Հիսուս Քրիստոս շուտով գալու է, սա եմ հույսը, ու այդ հույսը հաստատուն հիմք է, որպես ես կարողանամ ծառայեմ դժվարությունների, նեղությունների ժամանակ։ Հռոմեացիս 5-րդ գլուխ 3-5 համարներն եմ ուզում միասին ընթերցենք։ Հռոմեացիս 5, 3-5։ Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, ուշադրություն դարձրեք։ Համբերությունը փորձառություն, փորձառությունը ինչ? Հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որտեղ Աստծո սերը, հիշում եք, սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Տեսնում եք, շատ հստակ Պողոս առաքյալն ասում է, նեղությունների մեջ ինչ ենք անում, երբ որ համբերում ենք, համբերությունը ինչ է բերում, փորձառություն մեր կյանքում։ Գիտեք, որ այս նեղություններով պետք է անցնենք։ Արդեն փորձառու ենք դառնում մեր կյանքում, ինչպես որ հավատքը, երբ որ փորձվում է, ել ավելի լավն է դառնում, ինչպես որ ոսկին, երբ որ կրակով անցնում է, ել ավելի մաքուր է դառնում։ Նույնպես եւ մենք, երբ որ նեղությունների միջով ենք անցնում, ոչ թե նեղությունները մեզ ավելի թույլ ու տկար են դարձնում, ոչ թե ավելի վատ ենք դառնում, այլ հակառակը, հոգեվոր կյանքում ավելի հաստատուն ենք դառնում։ Ինչի, որովհետև հույս ունենք, որ այս նեղությունը մեզ ինչ չի անելու, չի տապալելու, այլ այս մեզ հույսը դարձնելով փորձառու եւ հավատքի մեջ ել ավելի հաստատում։ Ինչի, որտեղ վստահ ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս մեր համար մահացավ, խաչվեց եւ երրորդ օրը հարություն արավ։ Եվ այս խոստումը նաեւ տվեց ում բոլոր նրանց, ովքեր որ կհավատան։ Ու ասեց. «Այն ով որ հավատա, թեև մեռնի, ինչ կլինի, պիտի ապրի, որովհետեւ այդ հույսով ենք մենք առաջ գնում»։ Այս հույսը հանեք, հարության հույսը հանեք, Քրիստոսի երկրորդ գալության հույսը հանեք, մեր կյանքը կդառնա անիմաստ, անհույս, վհատված կգնանք, պաղկված կգնենք, ոնց որ այն աշակերտներն են։ Երբ որ Հիսուս Քրիստոս խաչվեց, գնացին շոկ պահի, փակվեցին ու բոլորը միասին էին։ Բայց երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին հարություն առած տեսան, պատրաստ եղան մինչև իմար գնալու, պատրաստ եղան իրենց կյանքը տալու, ինչի, որտեղ արդեն հույս ունեին։ Ու այդ հույսն էլ ասում է մեզ ամոթով չի թողնելու։ Ժողովուրդ, առհասարակ մեր կյանքում երբ որ խոսում ենք որպես եկեղեցի ծառայելուց, ուզում եմ, որ շատ հստակ ձեր մտքերում ունենաք հետևյալ հասկացողությունը։ Եթե ունեմ Տիրոջ շնորհքը, եթե ունեմ Տիրոջ խաղաղությունը իմ սրտում, ուրեմն պետք է ծառայեմ։ Պետք է ծառայեմ գործնական կերպով հավատքը ցույց տալու, այսինքն այդ ծառայությունը հենց այդ հավատքի գործնական դրսևորումն է։ Երկրորդը պետք է սեր ունենամ։ Սեր ունենամ իրական սեր, թե Աստծո նկատմամբ, թե եկեղեցու նկատմամբ, թե նաև աշխարհի մարդկանց նկատմամբ։ Այդ ժամանակ է, որ պատրաստ կլինեմ նեղություն կրելու, բայց նորից սեր ցույց տալու։ Դժվարություն կրելու, բայց նորից սեր ցույց տալու։ Ոտքս կտրորեմ, բայց ես նորից Տեր Հիսուս Քրիստոսն եմ ցույց տալու։ Սպունգը, որ մտցնում եք ջրի մեջ, հանեք, սխմեք, ինչ է դուրս գալու, նորից ջուր է գալու։ Երբ որ ձեզ ճզմում են, երբ որ ձեզ սխմում են, Քրիստոս պետք է դուրս գա։ Սեր պետք է դուրս գա։ Հակառակ դեպքում ուրիշ բանի մեջ ենք, Սուրբ Հոգու մեջ չենք, Սուրբ Հոգու մեջ մկրտված չենք։ Եվ երրորդը պետք է ծառայենք առաջ նայելով, ոչ թե ստե ներկան, որտեղ եթե ներկան նայեք, ներկայի մեջ չեք տեսնելու Տիրոջ ներկայությունը։ Ներկայի մեջ չի երևում Տիրոջ առաջնորդությունը, ներկայի մեջ չի երևում Տիրոջ նախախնամությունը։ Երբ որ հետ ենք նայում, տեսնում ենք, որ Տերը ամեն բան իր ժամանակին անում։ Դրա համար այս անելով ինչ պետք է նայենք, պետք է առաջ նայենք։ Հույս ունենալով, որ ժամանակը գալու է, որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ անելու, մեզ բոլորիս կանչվելու է։ Եվ վերջացնում եմ 4-րդ համարը կարդալով։ Այս ամեն ինչը ներկայացում է, բայց նորից Պողոս առաքյալը
բերում է այն ամենասկզնակետին, ամենաառաջին հարցին։ Արդյոք Քրիստոսին ես, թե ոչ, 4 համարը։ Իմանալով Աստծուց սիրված եղբայրներ, ձեր ինչ լինելը, ձեր ընտրված լինելը մասին։ Այսինքն պետք է այս ձև վարվեք, ինչ եք այս ձև վարվում, որովհետև գիտեք, որ ում կողմից եք ընտրվել, Աստծո կողմից եք ընտրվել, որովհետև գիտեք, որ Տեր Հիսուս ձեզ կանչել է ու հետևում եք Տիրոջը, դրա համար սեր ունեք, դրա համար հավատք ունեք, դրա համար հույս ունեք, որը որ ճշմարիտ է, եւ խաղաղության ու շնորհի մեջ գնում եք ու նման ձևով ծառայում եք, եթե ընտրված եք։ Եթե ընտրված չեք, եթե Տերը ձեզ չի ընտրել, բնականաբար որ նման ձևով չեք էլ վարվելու։ Կարաք իմիտացիա անեք, ձև տակ, որ դուք այս ձևին եք, ձև տակ, որ այդ ձև եք ծառայում, ձև տակ, որ սիրում եք, ձև տակ, որ հույս ունեք, բայց դա լինելու ընդհանրապես իմիտացիա, ձևականություն, որը որ ժամանակի ընթացքում գիտեք ինչ անելու, շատ հստակ երևալու է։ Հովհաննեսն ասում է, մեր մեջից դուրս եկան, որպես ինչ երևա, որ իրանք մեր մեջից չէին, այսինքն ընտրված չէին։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է, եթե ընտրված եք, ուրեմն շնորհք խաղաղության մեջ գնացեք ու ծառայեք։ Ծառայեք իրական հավատքով, ծառայեք իրական սիրելով, ծառայեք իրական հույս ունենալով։ Ու դրա մեջ Տերը կփառավորվի։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որ այո դու ընտրեցիր մեզ, Տեր։ Երբ մեղքերի մեջ մեռած ենք, երբ քեզ թշնամի ենք, Տեր, դու քո շնորհքով այցելություն արարեցիր եւ մեզ հնարավորություն տվեցիր քեզ հավատալու, Տեր։ Մեզ հնարավորություն տվեցիր, Տեր, գալու քո գայիդ առաջ եւ աղերսելու ներում, Տեր։ Ուստի որպես եկեղեցի գալիս ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ այո ներես մեր մեղքերը, որտեվ թեև ընտրված լինելով, թեև քո զավակ լինելով շատ անգամներ Տեր Աստված տկարանում ենք, շատ անգամներ չենք վարվում այնպես, ինչպես որ հարկն է, Տեր։ Շատ անգամներ չենք ցույց տալի այն լավագույն օրինակը, որը որ պետք է ցույց տանք, Տեր։ Որտեվ քո շնորհն ունենք մեր մեջ, որտեվ քո խաղաղություն ունենք մեր մեջ։ Ուստի քո շնորհն ու խաղաղությունը մեր մեջ էլ ավելի աճեցրա, Տեր։ Որպեսզի գիտակցենք քո մեծությունը։ Եվ այո, որպես եկեղեցի գործնական կերպով հավատքը ցույց տանք, Տեր։ Ավետարանը քարոզենք շուրջ բոլորը, Տեր։ Սիրենք մարդկանց եւ սիրենք քեզ, Տեր Աստված, եւ այս ամեն ինչը լինի ազնիվ կերպով, Տեր։ Եվ քո վրա հույս ունենալով հաստատուն կանգնենք, հաստատուն դիմանանք նեղություններին, Տեր, որտեղ այո, այս կյանքից մեջ նեղություններ պիտի կրենք։ Բայց Տեր Հիսուս, դու ասացիր, որ հաղթել ես աշխարհը։ Եվ քո մեջ մենք էլ հաղթանակ ունենք մեղքին, մենք էլ հաղթանակ ունենք եւ այո, դժոխքի դռները չեն կարող դիմակայել, Տեր, քո եկեղեցում։ Ուստի դու մեզ առաջնորդիր, Տեր Աստված, որ որպես օրինակ, որպես լավագույն օրինակ, որպես քո եկեղեցի, քեզ փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ամեն ինչի մեջ միմիայն քո սուրբ անունը փառավորվի եւ միմիայն դու մեծարվես։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Տեր օրհնի բոլորին։